Ընտրեմ պարոն Թորոսյան։ Շնորհակալություն, ես մի փոքր այդ ավտոների թեմայով կոմենտ անեմ ու հետո հարցս տամ, էլի։ Ես ամբողջությամբ կիսում եմ պարոն Ավինյանի տեսակետը, որ մենք պետք է այնպիսի քաղաքականություններ մշակենք, որ մեքենայով տնից դուրս գալը կամ մեքենա պահելը, մեքենա շահագործելը շատ ավելի անհարմար, թանկ եւ ոչ նախընտրելի լինի եւ մենք օգտվենք այլ տրանսպորտային միջոցներից, թե քաղաքի կողմից տրամադրված դա կլինի հասարակական տրանսպորտի բոլոր բաներով, տեսակներով, տրոլեյբուսներ, ավտոբուսներ, մետրո եւ այլն եւ նաեւ այլ, ավելի առողջ։ Հիմա չեմ ուզում բան անեմ, շատ ծավալվեմ, որովհետև կարող է հետո ասեն, դե բան է անում, տենց ինչ որ անլուրջ խոսակցություններ ատանում, բայց աշխարհը դրան է գնում։ Ավելին պողոտաները փակվում են պարզապես եւ կան նկարներ առաջ եւ հետո պողոտան դառնում է զբոսայգի եւ այդ քաղաքի կյանքում միայն դրական փոփոխություններ են լինում, ոչ թե պողոտաները լայնանում են։ Ընդհանրապես կա ապացուցված բան, որ ինչքան ճանապարհները շատանում ու լայնանում են, այնքան մեքենաները ավելի են շատանում եւ ելի մեկը խցանումների հարցը չի լուծվում։ Բայց հիմա հարցս տամ պարոն Ավինյան, որը ու շատ լավ է, որ մեր գործընկերները տկենիցել են այստեղ, հատկապես պարոն Խուդացյանը, մենք սրա մասին այս մի քանի տարի է խոսում ենք, բայց ես անկեղծ ասած դեռ լուծման թունելի վերջի լույսը չեմ տեսնում։ Տեսեք, հաշվի առնելով, որ մենք ինտենսիվ կառուցապատման փուլում ենք բնակելի եւ ոչ միայն բնակելի շենքերի, դրա հետ նաեւ պարզա, որ կառուցում են նաեւ ենթակառուցվածքներ, հոսանք, ջուր, կոյուղի, գազ եւ դրանց ճնշող մեծամասնությունը անցնում են մեր ճանապարհների տակով։ Ճանապարհների, այսինքն քանդվում են ճանապարհներ, քաշվում է հոսանք, գազ, ջուր եւ չգիտեմ, այլ ենթակառուցվածքներ, կաբելային ինտերնետ եւ այլն։ Եվ այդ process-ը իմ տպավորությամբ պետքա մենք ինչ որ մի օր հասնենք այն վիճակի, որ լինի հնարավորինս առաջինը արագ, որտեղ ճանապարհները նաև դրա պատճառով են խցանվում, եւ ամենակարևորը այդ վերջնական վերականգնումը այդ քանդած փոսերի լինի հայելային նույնը, ինչ որ եղել է ճանապարհը մինչև քանդելը։ Բայց մենք ունենք տրամագծորեն հակառակ վիճակը, հարգելի գործընկերներ, ու հետո էլի նաև դրանք դառնում են բեռ եւ համայնքային բյուջեների վրա, եւ պետական բյուջեի վրա։ Բազմաթիվ անգամներ խոսել ենք, վարչապետը նույնիսկ ասել է հանձնարարական եմ տվել, որպեսզի ինչ որ օրենսդրական լուծումներ լինեն, արդյոք այդ վերջնական աշխատանքները ընդունվում, հանձնվում են, թե չեն ընդունվում, հանձնվում, իմանալով չեն ընդունվում, հանձնվում։ Լավ, մենք հատկապես որ Երևանի մասն է խոսքը ու ամենաշատը Երևանում արին, բայց ոչ միայն։ Մենք այս հարցը ոնց ենք լուծելու։ Հիմա ես չեմ ուզում իմ օրինակները բերեմ ամենօրյա ճանապարհների, որ առնչվում են, որտեվ Երևանում պարզապես տենց տեղ չկա հիմա, որ քանդված ենթակառուցված կանցնելով քանդված փողոց չլինի, որը ինչ որ ձև պետքա վերականգնվի։ Իհարկե կա առաջընթաց, օրինակ արգելապատնեշների մասով, որ մեքենաները չընկնեն փոսը, այդ շնորհակալ եմ շատ պարոն Ավինյան դրա համար, նշաններ կա, անդրադարձիչներով բանով, այսինքն այդ իմաստով լավ է, բայց վերջը ճանապարհը այնպես չի վերականգնում, որ դուք վաղը, որ քաղաքային մեր էլի վճարած հարկերից գոյացած բյուջեից նորից այդտեղ ասֆալտ չանեք ամբողջությամբ։ Շնորհակալ եմ, պարոն Թորոսյան, իրականում ամենացավալի խնդիրներից մեկի մասին խոսեցիք, որը կարող եմ ասել, այս վերջին 3 տարիների ընթացքում երևի թե տենց ամեն տարվա ընթացքում մենք նոր փոփոխություն ներմուծել ենք այդ խնդիրը լուծելու համար։ Իրավական տեսանկյունից կարծում եմ, որ մենք ամբողջապես բոլոր խնդիրներին անդրադարձել ենք եւ լուծումները տվել ենք իրավական տեսանկյունից։ Նախ խոսամ այն ծավալների մասին աշխատանքի, որ արվել է, որովհետեւ այո, այն ինչ որ տեսնում ենք այն խնդիրները, վստահաբար շատ նյարդայնացնող է, բայց Երևան քաղաքում վերջին 3 տարիների ընթացքում իրականացվել են էլեկտրամատակարարման, գազամատակարարման, ջրամատակարարման հիմնական մագիստրալային աշխատանքներ, ներդրումային աշխատանքներ, որոնք որ մոտավորապես 40-50 տարի
մեզ ծառայելու են, այսինքն նոր թաղամասերին մոտեցվել են բոլոր գազը, լույսը, ջուրը, նույնիսկ ինտերնետը, ամբողջը արվել է քաղաքապետարանի մասնավոր գործընկերների ֆինանսավորմամբ, մասնավոր կառուցապատողների ֆինանսավորմամբ եւ իհարկե նաեւ Գազպրոմի, Վեոլայի եւ Հեցի հետ միասին, այսինքն այս 3 սուբյեկտով ենք իրականացրել ահռելի ծավալի աշխատանքներ եւ այս տարի օրինակ այդ ծավալի մի հատ մեծ մաս օրինակ Հեցի մասով շարունակվում է, որով որ Հեցը կառուցում է անկախ ցանց Երևանի փոքր կենտրոնում եւ ոչ միայն փոքր կենտրոնում, բայց հիմնականում կենտրոնում, որով որ այս լույսերի անջատումները, տատանումները էականորեն կլուծվի այդ խնդիրը։ Հիմա անդրադառնամ երկրորդ հարցին, հետևանքների վերացմանը։ Ինչ է արել Երևանի քաղաքապետարանը։ Առաջին որոշումը, որ մենք կայացրել ենք, դա վերաբերել է Տուրքին։ Մասնավորապես ամեն գծամետր փորված ասֆալտի համար Երևանի քաղաքապետարանին պարտադիր եւ մասնավորները եւ կազմակերպությունները, ծառայություն իրականացնող կազմակերպությունները պարտավորվում են 10,000 դրամ վճարել ամեն գծամետրի համար։ Երկրորդ, հստակ ավականու որոշմամբ ֆիքսվել է թե ասֆալտը ինչ ձևով պետք է վերականգնվի եւ որպեսզի հասկանանք գերմանական ստանդարտն ենք վերցրել, որ այդ բացված ամբողջ ճանապարհը բացի նրանից որ նստվածք չպետք է տա մյուս, այլ նաեւ ծայրերով ոնց է կոչվում դա պարոն Հովանեսյան հատուկ բիտումապատ բիտումային նյութով պետք է հատուկ բիտումային նյութով պետք է հանձնեն։ Երրորդ կահավորում, որ հիմա Երևան քաղաքում տեսնում եք հստակ առանձնացված եւ նշանով առանձնացված եւ ցանկապատով առանձնացված։ Այսինքն եւ ամենակարևորը 4-րդ մենք սկսել ենք կնքել ամեն աշխատանքի համար պայմանագիր 2025 թվականից սկսած։ Իրականում դրա համար հիմա մեր վարչության պետերից մեկը բաներ քրեական հետապնդման էր ենթարկվել մոտավորապես տենց մի պատճառով էլի, որովհետև ինքը ասել էր եւս մի նախահաշիվն էլ պետք է տաս, էլ պետք է տաս, ասել են շատ բան ես ուզում։ Հիմա հետեւյալը ասեմ, պարոն Թորոսյան, այդ առումով պայմանագիրը կնքում է վարչական շրջանը նաև ամեն մի աշխատանքի համար այդ ընդունում հանձնում ընթացքում հետևել եւ ամենակարևորը GIS համակարգի վրա մեր էլեկտրոնային քարտեզի վրա մենք այդ բոլոր աշխատանքները կետային բոլորը ունենք ամբողջական ծավալով այսինքն որոշակի իրավական առումով լուծումները տրված են պրակտիկ առումով վստահաբար իդեալական չի բայց sense փուլ ես վստահ եմ որ արդեն տենց այդ աշխատանքը վերջնականացնելով ավելի մեծ որակ կստանա։ Շնորհակալություն պարոն Ավինյան տեղեկացնելու համար այդ գործիքները, որ կիրառում եք։ Ես այդ 10,000-ը իհարկե գիտեի, մենք էլի ենք քննարկել։ Դրա իմաստը կարծում եմ նաև, որ եթե լավ չվերականգնեն, դուք ամբողջությամբ նորից ասֆալտը անեք, որը տենց այո, վատ հետևանքների դեմ պայքարի միգուցե արդյունավետ միջոց է, բայց ես ինչ եմ ուզում էլի խնդրեմ եւ մենք ոչ մասնագիտական աչքով տեսնում ենք էլի այդ տարբերությունը, օրինակ դուք էլի նույն քաղաքապետարանի պատվերով, գնումներով անում եք ամբողջությամբ օրինակ փողոցի վերակառուցում, մենք տեսնում ենք դա ինչպես է տեղի ունենում, տեսնում ենք այդ շերտերը, խճի, մանրի, խոշորի, տեսնում ենք առաջի շերտը ասֆալտի, տեսնում ենք երկրորդ շերտը ասֆալտի, տեսնում ենք գծանշումը, հետո դրանից մի 500 մետր հեռու կամ 1 կիլոմետր հեռու տեսնում ենք այդ բանը, կաբելի անցկացումը կներեք, բայց ռուսերեն ասած հիմնականում կուստառնի եղանակներով, որը ոչ մի ընդհանրություն չունի գերմանական եւ նույնիսկ ձեր ստանդարտների հետ, որով մենք տեսել ենք 1 կիլոմետր առաջ, որոնք վատը չեն, մենք տեսնում ենք նաեւ ճանապարհների կառուցման որակը ինչքան է բարձրանում։ Բիտումը հələ իր հերթին տձև եզրերով սկզբից հող են լցնում, հետո հողը հանում են շեբեն են լցնում, հետո շեբենը հանում են անհասկանալի ասֆալտ են լցնում, որը էլի իջնում է ու դեպքերի ճնշող մեծամասնությունում իդեալական տեսք վերականգնում միայն այն դեպքում, երբ որ քաղաքապետարանը նորից գալիս է ու այդ փողոցը ամբողջությամբ ասֆալտ է անում, տես դեպքերը գիտենք, օրինակ Լերինգրադյանը որպես օրինակ, հա, միգուցե տենց է
նախատեսված ա եղել, ես չգիտեմ, բայց Լենինգրադյան փողոցը տենց այդքան էլ վատը չէր, մինչև այդ լայն ծավալի աշխատանքները անելը, հետո հասկացանք, որ երթևեկելի չի մոտավորապես։ Ես ինչ եմ էլի խնդրում, կարող եմ ներուժա պետք ավելացնել հետևող, օրինակ քաղաքապետարանի անձնակազմում, որ գան, ասեն, չէ, չենք ընդունում եւ պիտի անես այս ստանդարտով, որը թղթի վրա գրած է, գծած է, երևի նախագիծ կա, ու քանի դեռ արված չի, այդ տնտեսվարողին կլինի հեծի կապալառու, կլինի որևէ մեկի կապալառու, կոկորտից բռնեք, բաց չթողենք։ Ես չգիտեմ, դա օրենքով է արվում, այլ մեխանիզմներով է արվում, բայց ուրիշ ձև ես չեմ պատկերացնում, որտեվ վերականգնելը դուք մեկը անելու եք ինչ որ փուլային հետո, ասենք կես տարի հետո, մի տարի հետո, բայց այդ փողոցը մնում է տենց ու քաղաքացիների տեսանկյունից է խնդրեմ կա, էլի ասում են լավ, հասկանում ենք, պետք է այդ ամեն ինչը մեր շենքի հոսանքն է օրինակ, մեր շենքի ջուրն է, բայց հնարավոր չի նենց անել, որ լինի իդեալականի պես ու մի կարճ բանել ու կա կասկած, կներեք, որ օրինակ եթե դա հանրային ծառայություններին է վերաբերում, այդտեղ նաև փող է վատնվում կամ ուտվում, որովհետև նախահաշվի մեջ գրած է այդ ամեն ինչը, որ պետք է իդեալական վերականգնվի մի քանի շերտերով, բայց հետո շերտեր են արանքից կորչում, բայց հետո գալիս նստում է մեր սակագնի վրա ջրի, հոսանքի եւ գազի։ Պարոն Թորոսյան, այն բոլոր միջոցառումները, որոնք որ ես նշեցի, իրանք փուլ-փուլս 3 տարվա ընթացքում են ընդունվել։ Ամեն մեկը ինչ որ մի փուլում։ Օրինակ, այսինքն ու հիմա փաստացի մենք նոր այդ ամբողջական համակարգային միջոցառումների կիրարկմանն ենք սկսել անցնել, այսինքն այն ինչ որ հիմա ենք տեսնում, ենթադրվում է, բալը այտենց վստահ չասեմ, բայց արդեն իսկ ենթադրվում է, որ մեր աշխատակիցները, մեր վարչական շրջանների աշխատակիցները ամեն տվյալ դեպքով իրենք անձամբ վարչական շրջանի ղեկավարը կնքում է պայմանագիր, քաղաքապետը տալիս է շինթույլտվության մեջ հստակ ուղեգիծը նշված է, ուղեգծից հետո ինչպես պետք է վերականգնվի նշված է, այսինքն այս ամեն ինչ, այս փաստաթղթավորումը ռեալ, եթե շատ անկեղծ լինեմ, հենց նոր է սկսվել վերջին 2-3 տարվա ընթացքում, այսինքն նախկինում ինչ թուղթ, ինչ բան, մոտավորապես քանդեք, սենց կպնենք բան, պետքա ջուրը եւ այլն, այս տրամաբանությունը նոր անցել ենք այս մեթոդին աշխատանքի։ Ես ուզում եմ այնուամենայնիվ այդ տեսանելի հատվածը իհարկե ամենատենց բարկացնող տհաճ հատվածն է, բայց ուղղակի մենք չենք պատկերացնում ինչ ծավալի աշխատանք է այդ գետնի տակ արվել այս 2-3 տարվա ընթացքում ու վերջո այնուամենայնիվ նախ շնորհակալություն ուզում եմ հայտնեմ գործընկերներին, որոնք որ այս process-ում մեզ հետ քայլել են։ Իհարկե իրանք էլ տենց բազմաթիվ խնդիրներ կան, շինարարները իրենց մյուս, այսինքն հազար ու իրենք էլ ենթակապալներ ունեն եւ ընդհանուր առմամբ շինարարության որակը մեր երկրում տենց բան է, բայց ես կարծում եմ, որ այս քայլ գնալով առաջ մենք կհասնենք ձեր մատնանշած այ հենց այդ բարձր ստանդարտին։ Շնորհակալություն պարոն Ավինյան, շատ կարճ մի հատ ուղիղ հարց։ Գծամետրի 10,000 դրամը վերաբերվում է նաև նոր տեխնոլոգիաներով առանց վերին շերտը վնասելու գործընթացին։ Ինչ է նշանակում դա։ Նշանակում է, որ վերին շերտը տրանշեի այդ փոսը չեն քանդում, կա նոր տեխնոլոգիա, որը ասֆալտի շերտի ներքևով, տակով վերին շերտը չի վնասում։ Միջև 500 մմ գծամետրի խողովակներին, կաբելներին։ Հասկացա ինչի մասին եք խոսում, մենք նմանատիպ դեռևս դիմումներ չունենք, հենց ունենանք դա քննարկելու ենք, ինձ թվում է այդտեղ էականորեն տարբերվող տրամաբանություն կարող է լինել։ Այո, կարող ենք այդտեղ, եթե չի քանդում ասֆալտը, ինչի համար է 10,000 դրամը։ Այսինքն այս բոլոր միջոցառումներից հետո, եթե այնուամենայնիվ մեկը նստեց այդ ասֆալտը, որպեսզի որոշակի գործողություն մենք կարողանանք անել, էլի։ Հասկանալի է, հենց եթե այդ 10,000 դրամ այդ տեխնոլոգիային չվերաբերվի, այդ տեխնոլոգիան կարող է արագ մտնի շրջանառության մեջ եւ զարգանա։ Պարոն Ավինյանին էլի հարցեր ունենք։ Շնորհակալություն պարոն Ավինյան։ Ես եմ շնորհակալ։ Հարգելի գործընկերներ, մեր օրակարգից մնացել է մարզպետներին վերաբերող հաշվետվության մասը, եւ ես առաջարկում եմ սկսենք Արագածոտնի մարզպետ պարոն Սերգեյ Մովսյանից, խնդրեմ պարոն Մովսյան։
Հարգելի գործընկերներ, եթե դեմ չեք, մենք այս ձևով շարժվել ենք նաև մեր նախկին հաշվետվությունների ժամանակ, մարզպետներին հատկացնում ենք կարճ 1-2 րոպե